բարձր լինեն այս հանգամանքի վրա ավելի մանրամասն կանգնեմ։ Կուզեմ նաև ընդգծել առողջ ապրելակերպը եւ ֆիզիկական առողջ ակտիվության հետ կապված մեր աշխատանքը եւ այստեղ հատկապես կուզեի ներկայացնել այն աշխատանքը, որ իրականացրել ենք վարչապետի գավաթի խորագիրը կրող մրցաշարերի շրջանակներում։ Գիտեք, 5 խոշոր մրցաշարեր ենք կազմակերպում։ Նախորդ տարի դրանց մասնակցել է ավելի քան 9600 մարդ, որը 48%-ով ավել է, քան նախորդ տարի, եւ հատկապես կարևորում եմ, որ մենք վարչապետի գավաթի եւս 2 մրցաշարեր նախորդ տարի վերափոխեցինք դպրոցականների շրջանում անցկացվող մրցաշարերի, խոսքը սեղանի թենիսի եւ հեծանվավազքի մասին է, մինչ այդ նաեւ դպրոցականների շրջանում էր անցկացվում խճուղային, ուրեմն թիմային խճուղավազք ներողություն, եւ մենք նախորդ տարի նաեւ որպեսզի ավելի լայն մասնակցություն ապահովենք մեր դպրոցականների շրջանում, մարզերի եւ Երևանի համար ֆիքսեցինք նվազագույն ցուցանիշ, որ դպրոցների առնվազն 30%-ը յուրաքանչյուր մարզից պիտի մասնակցի համայնքային փուլին, եւ պետք է ասեմ, որ բավականին լավ ցուցանիշներ ենք ունեցել դրա արդյունքում, դե իսկ հեծանվավազքը կազմակերպելու համար ավելի քան 6000 հեծանիվներ են գնվել եւ բաժանվել մեր դպրոցներին, եւ հիմա էլ դպրոցները շարունակում են դրանք շահագործել։ Իդեպ ֆիզկուլտուրայի ուսուցիչներին առանձին վերապատրաստել ենք, որպեսզի կարողանան ճիշտ շահագործել հեծանիվները, նույնիսկ սկսեցին լուրեր տարածել, որ ուսուցիչներին ստիպում ենք հեծանիվ վարել։ Ես կարծում եմ ոչ մեկից չէր խանգարի ավելի առողջ ապրելակերպ վարելը, բայց կուզեմ եւս մեկ անգամ ընդգծել, որ որևէ մեկին որևէ բան չենք ստիպում։ Եվ այս տարի նաև մեկնարկում ենք դպրոցական բասկետբոլի լիգան, գիտեք, որ մենք հատկապես նորակառույց դպրոցներում, մարզադահլիճներում ամբողջությամբ հագեցված պայմաններ ենք ստեղծում եւ մեր խնդիրն է ոչ միայն պայմաններ ստեղծել, այլ հետո նաև օգտագործել եւ շահագործել դրանք եւ բասկետբոլի լիգայի անցկացումը կարծում ենք, որ մեծապես կխրախուսի նաև մեր այս ուղղությամբ աշխատանքը։ Շատ են մեր նաև մյուս մարդ